Ժողովրդյան այսպես են վերնագրել խոսքը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, ինչպես Պողոս առաքյալն էր ասում, եթե սեր չունեմ, ոչինչ եմ։ Այդ խոսքը գրված է առաջին Կորինթացիս նամակում 13-րդ գլխում։ Կարդամ 1-ից 4 համարները, առաջին Կորինթացիս նամակի 13-րդ գլխի 1-ից 4 համարը։ Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղածային հանող պղինձ կամ հնչեցող ծնծղա։ Եվ եթե մարգարեություն ունենամ և գիտենամ ամեն խորհուրդները և ամեն գիտությունը, և եթե ամեն հավատքն ունենամ մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրը չի որոնում։ Աստված մեզ օրհնի, որ այսօր միասին կարողանանք արժեքավորելով սեր ունենալու այդ կարևորությունը և աղոթելու Տերը մեզ օրհնությունը շնորհի։ Փաստորեն մարդը կարող է շատ բաներ անել, բայց սեր չունենա, ես ոչինչ եմ ասում եմ, մինչև անգամ անել օգուտ էլ չունենա։ Շատ գործեր անել, բայց սեր չունենա, օգուտ էլ չունենա։ Մարդկանց սիրելու, մարդկանց խնամքի համար չանի, նպատակը օտար լինի։ Ուրիշ նպատակով մարդիկ իրեն մեծարեն, կամ հիմա մարդիկ երբեմն ընտրություններին շատ բարիքներ են անում, որպեսզի իրեն ընտրեն, Աստծուց բան չի ստանա, օգուտ չունի, այդ նկատի ունի։ Նաև ներկայացնում է այստեղ սերը, սեր ունեցողը երկայնամիտ է, վարմունքների մեջ քաղցր է, սեր ունեցողը չի նախանձի, չի գոռոզանա, չի հպարտանա, չի լրբանա, իր շահը չի փնտրի։ Գաղատացիս նամակից եմ ուզում հատված կարդալ 5-րդ գլխից, նախ 5-րդ գլխի առաջին համարում հիշենք, որը հիշեցնում է մեզ Տիրոջ արած օրհնությունը, ողորմությունը, 5-րդ գլխի առաջին համարը, այն ազատությունով, որ Քրիստոս մեզ ազատեց, հաստատ կացեք, հաստատ մնացեք և դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք, շարունակությունը, որ կարդաք, հասկանալի էր, դուք Աստծո օրենքից լուսավորված հասկացաք ինչ է մեղքը և տեսաք, որ դատապարտելի եք, բայց Քրիստոսով ազատվեցաք դատապարտությունից և դարձյալ միթե մտածեք, որ Աստծո օրենքը պահելով կփրկվեք, այդպես չէ, Քրիստոսին հավատալով կփրկվեք, ազատվեցիք դատաստանից, սակայն այսքանը գիտակցելով կարող ենք տեսնել Աստծո մեծ սերը մեր հանդեպ, թեև Սուրբ օրենքը տվեց, որպեսզի մարդ իրավունք արդարություն գիտենա, բայց մարդը չկարողացավ պահել, այդ բեռն էլ վերցրեց իր վրա, մեղքերի պատիժն էլ Քրիստոս վերցրեց իր վրա, սա իր սիրո վերաբերմունքն էր Սուրբ օրենք տալը, մեղքի պատիժն իր վրա կրելը, նաև 13 համարից տեքստում խոսում է, որ մարդուն գերեվարող մարմնավոր բնությունը, գերյանող մարմնավոր բնությանը, դա էլ հաղթեց Տերը և իհարկե բառացի այդ չի ասում, ազատեց մեզ նաև մարմնավոր բնությունից, բնության մարմնի ազդեցությունից, սակայն այս մեծ սիրո օրհնությունը, որ գործը, որ Աստված կատարեց մեզ համար նաև ոչ միայն փրկության ուրախություն է, մեղքի գերությունից ազատվելու ուրախություն, այլ նրա նման վարվելու, նա մեզ համար եղավ օրինակ, սիրեց մեզ, և այս
գործը արեց մեզ համար։ Այլ ճանապարհ չկար, որ մարդը ստանար այդ մեծ օրհնությունը։ Բայց այս սերը գնահատելով մարդը պետք է զգուշ ապրի։ 13 համարում ասում է, որովհետև դուք ազատության համար կանչվեցաք, եղբայրք, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով ծառայեցեք իրար։ Մի չարաշահեք այս ազատությունը, որ ստացել եք, մի կորցրեք, դուք ազատված եք մարմնի ազդեցությունից էլ, նորից չլինի, թե պատճառ տա մարմնին, մտածեք, որ մեղքերի պատիժն իր վրա է վերցրել Քրիստոսը և սկսեք մարմնի կամքը կատարել, մեղանչել, մեղք գործել, մարմնի գործեր 19 համարում, որ ասում է, հայտնի են մարմնի գործերը, շնություն, պոռնոգություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն և այլն։ Ասում է դուք այդ ազատությունը ձեռք բերելով, թեև ձրի ստացաք դուք բան չտվեցիք, բայց ձրի չնստեց Աստծո վրա, կյանք դրեց։ Չլինի թե որ պատճառ տա նորից մարմնին։ Եվ ինչ է ասում, այլ սիրով ծառայեցեք իրար։ Ծառայեք իրար։ Այնպես չէ, որ ազատվեցիք մեղքից, մեղք ստրկացնող բնության ազդեցությունից, անպտուղ ապրեք, ծառայեք իրար, սիրուց դրդված։ Օրինակ վերցնելով մեր Տիրոջը, մարդը սկսում է նմանվել Տիրոջը։ Ուշադրություն դարձրեք Տիրոջ նմանվելով նաև այդ սիրո լցվելով սկսում ենք գործել, ապրել, աշխատել, պատրաստվել այնպիսի մարդ լինելու, որը պետք է երկնքի արքայության մեջ։ 14-րդ համարից կշարունակեմ, միջ շարունակելը սա եմ ասում, տեսեք ինչ է ասում, սեր ունեցողը զորավոր մարդ է։ Սեր ունեցող մարդը կարող է օրենքը պահել, ինչպես որ Կորինթացիս նամակի 13-րդ գլխում նայեցինք, ասում է երկայնամիտ է սերը, սեր ունեցող մարդը իր վարմունքներում քաղցր է, մենակ իր շահը չի որոնի, սեր ունեցող մարդը չի հպարտանա, չի գոռոզանա, չի լրբանա, տեսնում եք ինչ տվյալներ է ցույց տալիս։ 14 համարում Գաղատացիս նամակի 5-րդ գլխի 14 համարից պիտի շարունակեմ, 13-ու վերջին հատվածը սա էր, չի ասում, այս սիրով ծառայեցեք իրար, որովհետև բոլոր օրենքը այս մեկ խոսքում է կատարվում, քո ընկերին քո անձի պես սիրիր, բայց եթե իրար կծեք և ուտեք, զգուշացեք, որ իրարից չփչանաք, բայց ասում եմ, հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, հոգին մարմնին հակառակ, և սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենաք, կամենում եք, այն անեք։ Ու մարմնի գործերով սկսեք ապրել, ինչպես որ հետո խոսում է, այդ չար գործերը մարմնի, ընկնեք դրա մեջ։ Ասում է, բոլոր օրենքը այս մեկ խոսքում է կատարվում, քո ընկերին քո անձի պես սիրիր։ Այո, սա սեր ունենալը, սեր ունեցող մարդը զորավոր մարդ է։ Իսկ սեր չունեցող մարդը տկար։ Հականիշը որ նայում ես, եթե սեր ունեցող մարդը երկայնամիտ է, սեր չունեցող մարդը կլինի շուտ բռնկվող, երկար չի մտածի հարցերի վրա, քաղցր վարմունք չի ունենա, շուտ կհպարտանա, կգոռոզանա մյուսների հանդեպ, մի փոքր բաները, պատճառները կօգտագործի իր ապարտությունը արտահայտի, բարձր տեսնի իրեն, շուտ կբռնկվի, ասում է, սեր ունեցողը չի լրբանա, այսինքն սեր չունեցողը կոպիտ կլներ, չէ, որ ասենք կլրբանա, սա է ասում Պողոսը փաստորեն, սեր չունեցողի համար ինչ էր ասում, նույնիսկ եթե ինչ-որ բաներ էլ անում է առանց սիրո, օգուտ էլ չի ունենա, այն որ պիտի օրհնությանների արժանանար Աստծո արքայության մեջ, ասում է, ինչպես սեր չունեցողը ոչինչ է, սեր չունեցողի գործերն էլ անօգուտ են, սեր ունեցողը վարձի կարժանանա, օրհնության կարժանանա։ Մարդը այստեղ կրթվում է, սա մեծ դպրոց է երկրավոր կյանքը, և ավելի արտահայտվում է մեր
Աստծո խոսք պահելը, Աստծո սեր ունենալը արտահայտվում է մեր այն նեղ շրջանների մեջ, սկսած մեր ընտանիքից, մեր ընտանիքների մեջ։ Մենք ինչպես ենք վերաբերվում։ Մենք աշխատում ենք մեզ վրա, որ փոխվենք, մեր Տիրոջը նմանվենք, նա որ մեզ համար խաչի ելավ, հանուն մեզ գնաց այդ տառապանքի, նա ազատեց մեզ մեղքի դատապարտությունից, մեզ ազատության մեջ կանչեց, որ ընտրեք այս ազատությունը, մեղքից և մեղքի հետևանքից ազատվեք, գերի մի մնացեք, մի ստրկացեք մարմնավոր բնությանը, ազատեց։ Այս հավատ ունեցողը առաջին հերթին սկսում է արտահայտել իր պտուղները երևալ ընտանիքում։ Մարդիկ սկսում են վարվել Տիրոջ հաճելի, մտածել, գործել այնպես, ոնց որ Տիրոջ կամքն է, որովհետև ավելի ազատ են զգում իրենց ընտանիքներում, այդպես չէ։ Ինչքան նեղ շրջանում են, այնքան ավելի ազատ են զգում։ Եվ շատ մարդիկ, որ անկեղծ աստվածապաշտության են գալիս, դառնում են Տիրոջը, երևում է նրանց մեջ այդ փոփոխությունը, ընտանիքը, ընկերները, բոլորն ասում են, այս մարդ փոխվել, առաջվա մարդը չի։ Մի եղբայր ունենք, որ շատ ծույլ էր, նա չէր սիրում աշխատել, մինչ ապաշխարելը։ Եվ երիտասարդ տարիքում արդեն այդ ծուլությամբ ապրելով, միջև անգամ սրտային հիվանդություն էր ձեռք բերել, հիվանդ էր, որովհետև շատ ծույլ էր, այդ ծուլությունը ազդեցություն էր ունեցել։ Հետո, որ ապաշխարեց, թեև այդ ժամանակ արդեն ամուսնացած էր, վաղուց դեպք եմ պատմում սա, նա ապաշխարեց, հասկացավ, որ պետք է հոգան իր տան համար, ընտանիքի համար, վատ պահվածք է ունեցել ինքը, խոստովանեց Տիրոջը, թողեց իր այդ ծուլությունը, նվիրվեց Տիրոջը, սկսեց աշխատել, հոգանել իր ընտանիքի համար, բայց չէր կարողանում, որովհետև վարժված չէր օրգանիզմը։ Աղաչում էր Աստծուն, որ Աստված զորացնի իրեն։ Եվ իսկապես զորացնում էր Աստված։ Հոգ էր տանում իր ընտանիքի համար, աշխատում, խոտ էր հնձում, բոստան դնում, անասուն սկսեց պահել։ Այդ նեղ տարիներին կարողացավ իր կնոջ, իր զավակների համար ինչ որ չափով հոգ անել, իր աշխատանքով պահել։ Ինչ որ առիթ ունեցավ որոշակի ժամանակ հետո, մի քանի տարի հետո ստուգման, որ տեսել էր, որ սրտում պրոբլեմ չունի, բժշկվել է։ Աստված էլ էր բժշկել, զորացրել էր, օրհնել էր իրան։ Թեև ընտանիքի այդ պահին այդ օրերին չէր գնահատում իր ապաշխարությունը, հակառակ էին, նույնիսկ հալածում էին, թե ինչու ես հավատացյալ դարձել, բայց էլի հավատքի մեջ հավատարիմ մնաց իր կնոջ, իր զավակներին, ու Աստված զորացրեց։ Սակայն այս խոսքը, որ ես այսօր որոշել եմ ձեզ հետ խոսել, Աստծո առաջնորդությամբ, տեսնելով շատ դժվարություններ եղբայրներիս, քույրերիս, շատ սիրելի մարդկանց ընտանիքներում, ուղղակի կամ սիրո պակաս կամ շատ քիչ է մնացել սեր։ Եվ դրա պատճառով անընդհատ անախորժություններ, անխաղաղություններ շատ ընտանիքներում, ցավում եմ սրա համար եւ խնդրում եմ Աստծուց, որ ողորմություն անի, ընտրեն Տիրոջը նմանվելը, խոնարհվեն Տիրոջ առաջին եւ նրա խոսքի համեմատ վարվեն։ Կարողանան գիտակցաբար հասկանալ իրենց ընտանիքի արժեքը, որ Աստված պարգևել է։ Այդտեղ սովորում ենք ծառայել մարդու, ծառայել իրար, ինչպես Գաղատացիս նամակում ասում է, սիրով իրար ծառայեցեք։ Պատկերացրեք, այդ սիրո պակասը տանում է նրան, որ այնքան մարդը գոռոզանա, հպարտանա, անընդհատ սկսի պահանջել իրեն մեծարեն։ Եթե գիտություն ունենամ, շատ մեծ գիտություն, Աստծո ողորմությամբ շատ բաներ սովորում ենք, մեծ գիտություն էլ տրվում է, եւ օրենքի գիտության, օրենքի մասին, օրենքի արժեքի մեծության, Քրիստոսի շնորհքի մեծության, Աստծո մասին շատ մեծ գիտություն է տրվում եկեղեցում, բայց եթե սեր չունենա, սպարտանալու ես։ Այո, եւ տեսնում ենք մարդիկ կան, որ կարծում են, թե հավատում են Աստծուն, որոշակի իրավունք, օրենք հասկացել են եւ սկսում են ամեն մի փոքր
շեղումը ընտանիքում բծախնդրորեն իրավունք պահանջել, բայց իրականում իրավունք պահանջելը սրանց այսպիսի տեսակի մարդու իր փառք փնտրելն է։ Իրավունք է պահանջում, դու իրավունք չունեիր այսպես ասեիր։ Պատկերացրեք մի հասարակ բան, օրինակ, հասարակ բան, որ զավակ կամ տանհարսը ասի հաց պատրաստեմ ամ ջանարի հաց ուտելու։ Դու իրավունք չունես այսպես ինձ հետ խոսես։ Դու պիտի ասես հաց կուզես ուտել, հաց եմ դրել։ Այ քեզ իրավունք չունես ասել, հա։ Ասենք նմանատիպ բաներ։ Մարդիկ իբրև իրավունք են պահանջում, իրավունքի գիտություն են ձեռք բերել։ Բայց Պողոս Առաքյալն ասում է, եթե սեր չունես, ոչինչ ես։ Այդ կարծում ես դու իրավունք ես հասկացել, բայց այդպես չի։ Երկնային արքայության մեջ մարդիկ լարված չեն ապրում։ Բայց այդպիսի մարդու հետ ամբողջ օրը մարդը պիտի լարված ապրի, ընտանիքներում լարվածություն առաջացնի։ Սա ճիշտ չէ, սա Աստծո թագավորություն չէ քո ընտանիքում։ Եվ դու ես խախտում այդ դրվածքը։ Թող սիրո թագավորություն լինի քո տան մեջ, ինչպես Աստծո արքայությունը։ Քո տունն էլ Աստծո արքայության մեկ մասնիկ պիտի լինի։ Եվ այն սիրո թագավորությունը պիտի հաստատվի ինչպես Քրիստոս իր եկեղեցում։ Եվ հավերժ պիտի լինի այդ թագավորությունը։ Այնտեղ լարված չեն ապրում, ժողովուրդ։ Եթե միջև անգամ ինչ որ մի հարցերի չիմանալու պատճառով կարող է մարդը ինչ որ բան ասի, հարցնի Տիրոջ, օրինակ ասում է եւ սեղանի տակ մորթվածներ կային, որոնք Տիրոջ անունի համար մորթվել են եւ ասում էին. Տեր, մինչեւ երբ մեր արյունի վրեժը չես առնելու։ Տերը չասեց. ինչու եք ինձանից պահանջում ժամերն ու ժամանակ հետ թողեք ինձ, այդպես չասեց, բացատրեց։ Մինչև որ ձեր եղբայրներն էլ կատարվեն։ Նրանք էլ անցնեն այն ճանապարհը, ինչպես դուք, որոնց որոշված է։ Սիրով բացատրեց։ Նրանք այդ մասին հարցնում են մինչև երբ։ Պատկերացրեք ընտանիքում, որ սեր չունեցող մարդիկ են լինում, անընդհատ իբրև մանավանդ, որ իբրև անքի գիտություն էլ ձեռք են բերել, այդ գիտությունը թարս են բռնում, դառնում է թուր։ Սրան կծեն, սրան վնասեն, սրան ցավեցնեն, նրան ցավեցնեն։ Ինչպես ասում է Պողոս Առաքյալը, բայց ասում եմ, եթե իրար կծեք եւ ուտեք, զգուշացեք, որ իրարից չփչանաք։ Դատարկ բանը դառնում է վեճի պատճառ։ Այսպիսի վիճակ ես ունեցել եմ մինչև ապաշխարելս։ Մի դատարկ բանը դառնում էր վեճի պատճառ։ Բայց երբ որ ապաշխարեցի, գիտակցեցի Քրիստոսի արած սիրո գործը։ Ամբողջ կյանքում մենք վայելել ենք Աստծո խնամքը, Քրիստոսի պաշտպանությունը։ Ամոթով կանգնեցի Աստծո առաջին։ Մարդիկ դեռ մանրամասնությամբ չէին բացատրել իմ առաջին քայլերս ապաշխարության, որ կատարեցի, Աստծո հոգին բացեց միտքս։ Եվ ես ամաչում եի Տիրոջից, ասում եմ, Տեր, ես քո նման չեմ վարվել, ինչ վատ եմ վարվել։ Մարդեն մի բանում կսխալվեն, ինչ կարելի էր վեճ դարձնել, մի պատմություն սարքել։ Ես քո նման չեմ վարվել, ինձ ների։ Այն էր, որ լավություն եմ արել, էլի սիրուց դրդված չի եղել, արդարության շարժառիթներից չի եղել, ինձ ների։ Լավ չեմ վարվել, չոր պահանջներ, կոպիտ իմ պահանջներով միշտ իմ տան անխաղաղություն էր, բայց երբ որ ապաշխարեցի, շատ չանցավ, 2-3 ամիս իմ կինս ապաշխարեց, ինչու, ամաչում էր ինքն էլ ապաշխարել, ասում էր հավատացյալ, այն հավատացյալները քիչ են նոր հաճնում, ծաղրում են, հաճնում էր մեծացել որոշների ճանաչում էր, բայց ես հարցնում եմ իրեն, առաջ էր լավ թե հիմա, ասում էր չէ հիմա թողնենք Աստծուն, եթե դառնանք այն վայրի կյանքին, ասես չէ, ճիշտ ես ասում։ Դա պատճառ դարձավ իր ապաշխարության։ Բայց այսօր շատ հոգևոր ընտանիքներ, որ տան անդամներն հավատացյալ են, այդ սեր չունենալու պատճառով խաղաղ չեն։ Փոխանակ սիրո թագավորություն լիներ։
Իսկ որ կողքից նայես կասես երանի այս ընտանիքին, բոլորն Աստծուն հավատում են, Աստծո սուրբ վախ իրանց սրտերում, արի ու տես, այդպես չէ։ Ինչ տեսակ մարդկանց սրտում կբնակվի սերն Աստծո, կարտահայտվի։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի նամակում այսպես է ասում, առաջին նամակը Տիմոթեոսի 5-րդ գլխի 5-րդ համարը կարդամ, իսկ պատվիրանի վախճանը սերն է, սուրբ սրտից եւ բարի խճմտանքով եւ անկեղծ հավատքից։ Մարդ իր վրա պիտի աշխատի։ Սուրբ սիրտ ունենա, շարժառիթները մաքուր լինի, խճմտանքը բարի լինի, բայց ինչով տեսնի իր սիրտը, իր խճմտանքը, իր գաղափարները, ինչ է թույլ տալիս իրեն, խճմտանքը, բարի բան է թույլ տալիս, թե չար բան։ 8-րդ համարում ասում է, գիտենք, որ օրենքը բարի է, եթե մեկը օրինավորապես գործած է նրան, այդ բարի օրենքով պիտի մարդ իրեն նայի։ Աստծո սուրբ օրենքը Հիսուսին հավատացող մարդու միշտ էլ պետք է հայելու պես առաջիդ պահիր այդ սուրբ օրենքը։ Մի հատ քեզ նայիր, քո միտքը, խորհուրդները, վերաբերմունք, այ որ դու վարվեցիր այսպես, ճիշտ էր թե չէ։ Քո խիղճը քեզ չի տանջում։ Եվ եթե մարդը բարի խճմտանք ունի, սրբում է իր սիրտը, այսինքն իր որոշումները, իր ցանկությունները լինեն սուրբ, բարի, մաքուր, այսպիսի մարդու հետ հեշտ է ապրել։ Բայց սեր չունեցող մարդու հետ շատ դժվար է ապրել, տանջանք կլինի։ Աստված օրհնի ձեզ։ Սեր չունեցող մարդը մի օր էլ կտեսնի, կորցրեց ամեն ինչ։ Թե երկրավոր հաջողություններ, թե երկնային արքայություն։ Կհասնի դրան, կպարտվի։ Սեր ունեցողը զորավոր է։ Աստծուն սիրող մարդիկ հաղթական կլինեն։ Մարդ սիրող մարդիկ զորավոր են։ Դավիթը այսպիսի մի աղոթք է անում, որպես օրինակ եմ ուզում կարդալ նրա աղոթքը եւ մենք աղոթենք 119 Սաղմոսի 10-ից 12 համարները կկարդամ։ Իմ բոլոր սրտով խնդրեցի քեզ, մի թողույր, որ քո պատվիրանքներից մոլորվեմ։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քեզ դեմ։ Օրհնյալ ես դու Տեր, սովորեցրու ինձ քո հրամանները։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում էր, պատվիրանի վախճանը սերն է։ Կարծես այն, որ քեզ պատվիրվում է, դա քո միջից խոսի, սեր ունեցողը, կարծես ինքը դա իր միջից բխի։ Դավիթն էլ աղաչում է Աստծուն, խնդրում եմ, որ ինձ սովորեցնես քո հրամանները, սովորեցրու ինձ քո հրամանները, որ իմ, այսպես ասած, գիտակցաբար, հասկանալով ունենամ այն սերը, որ քեզանից է, այն վարվելակերպը, որը քեզանից է։ Աստված օրհնի, աշխարհը սերը չի հասկանում ինչ է, սեր ասելով լրիվ ուրիշ բան են հասկանում։ Նույնիսկ այդ սուրբ անվանումը սեր, այդ սուրբ զգացումը, որ մարդուն տանում է դեպի արդարության, սրբության, համբերության, երկայունության, նրանք լրիվ սենց ապականված բաներ են համարում սեր։ Բայց դուք Աստծո խոսքով լուսավորված գիտեք դա ինչ է, ինչ կարևոր զգացում, որ պիտի մարդը ունենա։ Ասում է առանց որի ես ոչինչ եմ, գործերս էլ ոչինչ կլինեն։ Իմ մարմինն էլ տամ այրվի, ունեցած բաժանեմ աղքատներին ոչինչ օգուտ չունեմ։ Մենք էլ Դավիթի պես աղոթենք, խնդրենք Տեր, ինձ սովորեցրու քո հրամանները պահել, ունենալ այն սերը, որ օրենքի լրումն է, որ քո սուրբ օրենքի գիտության ակունքն է, օրհնի մեզ Տեր։ Թող ամենքս էլ հիմա խնդրենք Տիրոջից այս օրհնությունը, կարողությունը եւ հիշեք առաջին դաշտը քո հավատացյալ լինելու արտահայտվելու է քո ընտանիքում։ Դու ինչպես ես վարվում քո հավատարմությամբ, նվիրվածությամբ, սիրով վարմունքի մեջ։
Աստված օրհնի ձեզ, աղոթենք։